Մեծ ակտիվություն ու աշխուժություն է տիրում մեր տաղավարում սիրելիներս, որովհետև մի ակտիվ արարած է եկել, այսպես փոքրիկ, բայց շատ ակտիվ։ Նա Դոբին է, բայց Դոբին իհարկե բերել են նրան տերերը, մեր տաղավարում է Իրինա Թովմասյանը, Բարի լույս եւ նրա գեղեցկուի դուստրերը Ալիա Մարիա Ադամյանները։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Դոբի, Բարի լույս։ Դոբի։ Դոբին շատ ակտիվ է, Առաջին եթերն է Դոբի։ Ողջույն։ Նշելու առիթ կա Դոբի։ Բարև։ Դոբի։ Այո։ Նայ ոնց հանդիսում։ Դոբի, բայց քեզ շատ լավ է սպասում առաջի եթերի համար, շատ ակտիվ, այսպես էներգիայով լի։ Բա մենք պարապել ենք այդքան։ Ճիշտ ես ասում։ Ինչպես ու երբ հայտնվեց Դոբին ձեր կյանքում։ Թութակ, Ինչ ուզում են ասում եմ հա։ Բացի երկրորդ անգամ շնից։ Էն էլ Բայց ի՞նչ էր պատճառը։ Չի ուզում էր շուն, քանի որ ռեմոնտը փչացել էր, բայց Վերանորոգումը շոնիկը փչացրել էր։ այո, բայց մեր հին շունիկը, ինքը խելոք։ Ինքը եւ շատ ինչպես ակտիվ է։ ստացվեց, որ Ու ես սկսեցի papayin ամեն օր համոզել, papan էլ շուն չի սիրում։ Սիրում ասեցի ալերգիա ունի, տենց ասեցի կպահեմ, դուրս կանեմ, կեր կտամ, ջուր կտամ։ Չէին հավատում ինձ, ես ասեցի վստահ կանեմ, նույնիսկ դասամիջոցներին գալիս եմ տուն, քանի որ շատ մոտիկ եմ։ Եվ տենց մի օր համաձայնվեցին։ Մենք պահեցինք իրան շատ դժվար, քանի որ 3 անգամ, թե 2 հիվանդացավ, մենք իրան տարանք, նույնիսկ եթե ուշ տանենք կսատկեր։ շատ փոքր ժամանակ։ Հա, բայց Դու խոսքի տերն ես կարևորը, ինչ որ խոսք ասել ես հայրիկին, պահում ես, խնամում ես։ բայց ես եմ ամենաշատը իրան նայում, այդ կերը, Չկատակ ասել։ այդ կերը, ջուրը։ Կյանքում հետքեր ես տվել։ Բայց հիմա չենք, հիմա չենք հիշել, Իսկ չէ՞։ Դոբին ում հետ է ամենաշատը կապված։ Իմ։ Իմ Բանը եկեք ճիշտ։ Ինայ։ Եկեք ճիշտ ասենք։ եկեք նորից։ Ում հետ է ամենաշատը Չէ, կապված։ իհարկե իմ։ Լավ, Մարիայի։ Հետո քո, հետո նորի։ Լավ, հիմա խոսենք Դոբի վարքագծից։ Այո, ինքը շատ լացկան է, ինքը խելոք է, մենակ շատ լացկան է։ Լացել այսպես նստում եմ մի ուտ անկյունը, սկսում է լացել, Չէ, լացել ոնց։ սենց իրան պահում ենք սենց վանդակի մեջ, որ չփչացնի էլի ավելի շատ։ Իրա տունիկն է դա։ Հա, այնքան հարիկ ունի, էլ տեղ չունի էլի ամենը շարժվելու։ Բայց ավելի շատ նրա համար, քանի որ հիվանդանալը այն պատճառն էր, որովհետև պոկում էր տան մեբելը ու դրա պատճառով Կահույքը չաստում ուտում։ ու հետո այդ փոքրիկ տվեցին մեծ բանի բնի մեջ սենց բան է, էլի առանց կրիշա, սենց ուղակի սենց ցանցը։ Ու երբ որ տուն ենք մտնում, այս մեր սենց դուռը ինքը ստեղ է հենց, ու սենց արագ շտապենք, սենց իրա կողքով ուղակի տեղը անցնենք, ինքը ուղակի կսկսի լացել, որ իրան չնայեց։ Ձայնով լացում է, արցունքն է գալիս։ Այս կարմիրը հենց արցունքն է։ Օրինակ հիմա կարմիրելը, որտեվ ես իրան ցերեկը լողացրել եմ։ Լացեր լինում, չի սիրում շատ լողանալ։ Եվ որ լացա լինում, այս հատվածները կարմիր է, այս բարոտան տենց է լացա լինում, միանգամից տեսնում ես այդ կարմիրությունը։ Իսկ ինչի հենց այս ցեղատեսակը ընտրվեց։ Որտեղ ինքը մարդու մազուն է, ինքը շատ սիրում է։ Ու բացի դրանից, այս քանի որ մենք ապրում ենք կվարտիրայում, մեզ պետք էր չմեծացող շունիկ ու միակ շան տեսակն էր, որ մոտավորապես 7 ամսեկանից հետո ինքը էլ չի մեծանում։ Հետո չէ, մի հատ է կարևոր պայման կար, ինձ համար կարևոր էր, որտեվ մաքուր մալտեսները իրանք խելացի են, համեմատած դեկորատիվ շների մեջ խելացի են, ու իսկապես դա զգում ենք, էլ ինքը շատ բան է հասկանում։ Ես ճիշտ լսեցի, որ նրա մազերը մարդու մազերի նման են։ Այսինքն այդ նշանակում է, այդտենց ասում են, այդ նշանակում է, որ եթե կուլ տան կամ չգիտեմ, ոչինչ չի պատահի, ալերգիա չի առաջացնում, տենց են էլի ասում։ Լավ, ինչ եք սովորացրել, գիտենակ Դոբին ինչ են սովորացրել։ Ահա, ես դրա համար բերել եմ համովիկներ։ Իրականում ընդհանրապես Դոբին մաման չի լսում։ Բողում է լսում։ Ես եմ նստացրել։ Ես եմ սովորացել, որ ինքը Արի լսի։ փորձենք։ Արի փորձենք։ Եկեք փորձենք տեսնենք ում է լսում։ Հիմա Ալիայի լսի։ թե Մարիայի։ Թե Մարիայի։ Լուրջ գործես։ Արի։ Դոբ։ Դոբի։ Դոբի համար լգնենք։ Դոբի։ Սկզբից փորձում եք Ալիա։ Ալիա, փորձի։ Փորձի, չէ, թող առաջինը լսեն։ Դոբի։ Նստի։ Դոբի։ Չկա։ Հիմա դու մաշ։ Դոբ։ Արի, չէ, մի հատ պետքա կանգնես։ Չփախնես։ Ապրես։ Նստելու հրահանգն է սովորել Դոբին։ Մենակ։ Դե Դոբի։
Ոյ, դու ինչ լավ ես դու։ Շատ բարթամոտ է դոբին, գնայ։ Ձեր շորերի հետ ոնց է սազում։ Գույնը։ Ես շատ համաձայն եմ։ Դու գիտես, ես տանը փոքրիկ շունիկ ունեմ եւ նա հանկարծ եթե հոտոտի, որ ես քեզ գրկել եմ եւ մենք շփվել ենք լենց Դոբի։ Հա, զգում են, հա տենց։ Դոբի, ես չեմ կպել։ Ոչ մեկին չեմ կպել դոբի այսօր։ Նա կհոտոտի, որ մենք հանդիպել էինք այսօր, դու գիտես։ Հակոստը ոնց է սազում գույնը։ Մենք միասին ենք այսօր վարում։ Արոտուսով եք։ Դոբի։ Արի հարցեր տանք ընտանիքի հետ Համոբան եմ տակ։ Հեսա դոբի։ Սենց ձեր պահի գրել։ Այ հիմա էլ ինքը չի թվանի երևի, որովհետև բարձրությունից շատ է վարվում։ Ուզմեսիչնես դու։ Դու ուզմեսիչնես։ Գնա։ Մի վախցի, գնա դոբի։ Հենց ուզես նորից։ Չէ։ Քարա այդ Քար։ Քար էր միա։ Դոբի այդ քարը մի կեր բիվանդանոց եք տանելու քեզ։ Իսկ հիմա տեսնենք Իրինան ինչ է սովորացել։ Դոբի տեղդ չունի։ Դոբի տեղդ նստի։ շուտ տեղդ։ Այն է քո տեղը։ Նստի։ Եթե լիներ բունը, միանգամից վարկենական գնում է իր տեղը։ Այդ մենակ զալում էլի։ Ռոբեն, հետաքրքիր բարև ձեզ, նորից ողջույն, շատ ողջույն։ Դոբի, Ոնց որ փափուկ խաղալիք լինի, մենք իրան ամբողջ օրը շորիկներ ենք, չէ՞, հագցնում տարբեր։ Այնքան շատ Անձրևանոց ունի կուրտկաներ, անձրևանոցներ, պիժամաներ, սպորտային շորեր, ինչ ասես հավաքել ենք։ ջինսովի։ Այո։ բայց գիշերազգեստով Չէ, ուղղակի դեկորատիվ գիշերազգեստով։ Երբ օրինակ պիժամա փարթիների եք գնում, Այո։ Նկարահանվել։ ես կարծում եմ դու այսօր հետ կունենաս ընտանի կենթանի Ռուբեն, բան չմնաց։ Բայց պահել եք կենթանի։ Դոբին։ Ես մեկ անգամ շուն եմ ունեցել, ուղղակի այդ հրաժեշտի պահը շատ դաժան է։ Երբ որ գալիս է պահը, նրանք ցավոք սրտի մեր կյանքից հեռանում են։ Այդ իսկ պատճառով հետո էլ չունեցանք։ Ես ու Լուսինեն միշտ երազում էինք շուն ունենայինք, բայց այդ հրաժեշտի պահը իմ մայրիկի մոտ էլ էր եղել, իր շան հետ ու ինքը չէր ուզում կրկին վերապրել այդ ամենը, ու մենք չունեինք շունիկ, բայց հիմա ունենք, չէ՞ ջոքուկ։ Ու մաման իրականում սկզբի օրերին ասում էր, որ ես այս շանը չեմ սիրելու։ Մի հատ Ու ինքը չեմ մեզանից գնալ, թաքուն էր սենց սիրում։ կպնել։ Մեզ ասում էր գնացեք հեռախոս նայեք։ Իրանք նայեին։ Գնացեք հեռախոս նայեք, երեխեք ջանի։ Ու ինքը գնում էր այնքան էր սիրում, մենք թաքուն տեսնում կարող էինք։ է չսիրել։ Բայց ինքը հաջորդ վարքյանին երբ որ տեսնում էինք, ասում էինք մամա, սենց էր անում։ Ես այս շանը չեմ սիրում։ Ուղղակի մեղքս եկավ գնացի ասցի մի հատ սենց անեմ գնամ այն կողմ։ Դե լավ, մենք արդեն հասկացանք, չնայած Իրինան էլ փաստեց, որ հատուկ է դարվել, որպեսզի դուք ավելի շատ խնամեք, քան ինքը։ Ենթադրելով, երբ որ երեխաները հաճախ ձեռք են բերում ինչ որ մի կենթանի ու հետո շուտ էլ ձանձրանում են, ընդհանրապես դրանից էր գալիս, բայց օրինակ մեր նախորդ հյուրին նույնպես հարցրեցինք, հետաքրքիր է, երբևէ մտածել եք ինչ որ մի էջ կամ սոցիալ հարթակներում ունի արդեն։ Բացել ենք էջը, բայց դեռ չենք շատ լուրջ զբաղվում։ Իրեն շատ համապատասխան է Դոբի։ Այո։ Այդ Գարի Պոտերի մեջից ենք վերցրել իմ ամենասիրած կինոն այս աշխարհում ու քանի որ Մաշուն չէր համաձայնում, ես մի քիչ Այո, ես կոպիտ ասած կաշառ քարեցի։ Պրինցեսա Բետի։ Կաշառեցի Ասում եմ անունը պրինցեսա Բետի լիներ, շուն է, տղա է։ Կապ չունի իմ համար, տղա էր, աղջիկ էր, ես Բետի սկզբանե, այո, պրինցեսա Բետի է։ Խառը ժամանակներ են։ Հենց այդպես պրինցեսա, ոչ էլ արքադուստ էր։ Կապ չունի տղա, աղջիկ։ Բեցի։ Սկոնը միաս։ Հիմա Դոբիի հետ համակերպել Այո, ես ես ուղղակի ընդունում չեմ ես։ սիրում Գարի Պոտեր ֆիլմը։ Դե ոչինչ։ Բայց Դոբին է, չէ՞ սիրում Բայց արդեն։ Դոբին սիրում ես։ Շանը սիրում եմ։ Ինչպես են սկսվում ձեր տանը հանգստյան օրերը կամ առավոտները։ Ասեմ անկեղծ։ Հաճախով։ Բոլորս տարբեր ժամերի ենք արդյունանում, բացի դրանից, երբ որ կապ չունի դպրոցի օր լինի, ինչ լինի, միևնույնն է, ինքը ուրիշ սենյակում է, ես ուրիշ եմ, բայց երբ որ ես շշուկով ասում եմ բարի լույս, օրինակ, ինքը միևնույնն է սկսում այնտեղից բարձր հաչալ կամ մաման գնում է, գալիս է, Հոտից սկում է, ձայնից սկում է։ մաման գնում է, գալիս է, միևնույնն ինքը ձայն չի անում, երբ որ գնում եմ իր կողքով թեկոս անցնում եմ շատ աննկատ ու ինքը սկսում է հաչալ ու քանի որ Ալյանը ուրիշ սենյակում է մնում ու Հենց կողքը էլի։ հա մի անգամից սկսում է հաչալ, ես ստիպված իրան իմ մոտ եմ բերում։
Իսկ զբոսնում եք հաճախ կա ինչ-որ վայրեր, որը դոբին է այո, սիրել եք, հետո դոբին եք ընտելացրել։ Ոչ, ես էլ եմ հանում, բայց շատ քիչ եմ հանում, ճիշտ է։ Այլան էլ է հանում, բայց շատ քիչ է Քանի որ հանում։ մենք բակել չունենք, Սիրում եք ամենայն դեպս զբոսնել, դոբին էլ է սիրում զբոսնել, Ինքը դստավորաբար։ շատ։ Ինը հետաքրքիր է, երբ որ դոբի հայտնվելուց հետո կարող էի ասել, բայց փաստորեն ձեր ընտանիքում հաճախ է եղել կենդանի եւ այդ սերը դեպի կենդանի նկատմամբ, բայց հետաքրքիր է, որ փողոցում եք դուք տեսնում, փողոցում հայտնված կենդանիներին ինչպիսին է ձեր վերաբերմունքը կամ ձեր գործողությունը։ Ասեմ, պատմեմ, այս շատ հետաքրքիր է, որտեվ դե մենք շունչ ունեինք, բայց Բաքում բավականին շատ թափառական շներ կային, երբ որ ես ու Լուսինեն փոքր էինք, ու 6 տարեկան էինք, որ տեղափոխվեցինք արդեն մեր այն տունը, որը մինչև հիմա կա, թափառական շուն կար մի հատ Ջեկո անունով։ Այդ շանը ես պահել եմ ոնց որ իմ շունը ու 10 քանի տարի։ Այդ շունը ամեն, չգիտեմ, 8 ամիսը մեկ են ձակ ունենում, թե քանի արդեն չեմ հիշում, բայց ամեն 8 ամիսը մեկ այսպես ենթադրենք, ինքը ունենում էր 6 ձակ, ես այդ 6-ին էլ պահում էի։ Ու այդ ամեն ինչը տեղեր ունենում մեր պատվալում, մեր մուտքի պատվալում։ Ու այդ շներին մենք գոնե ստացել էինք թույլտվություն մայրիկիցս, Լուսինեի հետ բարձրացնում էինք տուն, կաթիկ էինք խմացնում, կերակրում էինք, մի քիչ սիրում էինք, նորից իջացնում էինք, ոնց որ մեր շներն էին։ Բայց այդպես տարի նկուղում տեղ մնաց, տեսեք, մութ ու ցուրտ տարիներին շատ շների սատկացնում էին, կհիշեք, կրակում էին։ Հա, ինչ որ sense բան եմ հիշում, որտեվ կար է դա։ Ու կային շներ, որոնք որ գոյատևում էին, մնում էին, սերնդեսերունդ, կային շներ, որոնք չէ։ Ու մոտավորապես, ասենք, վերցնենք մի 8 շուն, որոնք որ մնում էին, որոնք խուսափում էին, որոնց կամ էլ պաշտպանում էին բակի տղամարդիկ, որտեվ իրանք էլ պաշտպանում էին բոլոր եւ երեխաներին շատ խելացի էին։ Այդ վարնյաշկա շները ավելի խելացի են լինում երբեմն, քան որևիցե պարոդայի ցեղատեսակի շներ։ Եվ երբ որ ես գնում էի դասի կամ որևիցե պարապմունքի, այնց մի քանի կանգար վերև պարապմունքներ ունեի, այդ բոլոր շները իմ հետևից, բոլորը գալիս էին, ես գնում էի դպրոց, իրանք դպրոցի բակում արդեն գիտեին, ոչ քշում էին, ոչ խելոք շներ էին, շատ խելացի, նստում էին, սպասում էին, ու ես այնքան հպարտ էի գնում դպրոց ու դպրոցից տուն ու ամեն տեղ, որտեվ այդ ամբողջ շները, պատկերացնում եք իմ բանը, զգացողությունը, էլի, դեմքիս արտահայտությունը, զգացողությունը, այդ վերապրումները, ես գնում էի ու այդ բոլոր շները իմ հետևից գալիս էին։ Ես հերիքա կանգնեի, իրանք կանգնում էին։ Իրանք շատ խելացի ու ընտելացված էին։ Բոլորին կերակրում էի, սիրում էի անընդհատ, բայց Ջեկոյի նման հավատարիմ շուն ոնց որ ինքն էր ու ինքը իրան բոլորն էին սիրում Բաքում։ Երբ որ Ջեկոն սատկեց, արդեն տարիքը առավ ու սատկեց, մեծ էր շատ, մեր բակի տղամարդիկ գերեզմանոց սարքեցին, թաղեցին շանը, հողին հանձնեցին, երկար, այնքան լավ է տպավորվել դա, երկար կանգնել էին տենց մի 2 ժամ այդ գերեզմանոցի մոտ, որը որ հենց այն այգում է, որտեղ որ բոլոր երեխաները խաղում են, այնքան սիրված էր այդ շունը։ Ասեմ առանց իրա իմ կյանքը էլ չեմ կարա պատկերացնեմ, հենց ամենասկզբի ամիսներից ես շատ սիրում։ Մենք էլ նրան արդեն ասացինք սիրել, բայց կան մարդիկ, որոնք շներից վախենում են ու երեխաները երբ որ շատ փոքր էին, այն որ հազիվ քայլում էին, բակի դրսի մեծ թափառական շուն լինի, ոչ թափառական, գնում էին սենց փաթաթվում էին այդ շանը, ու ասեմ, որ իմ ամուսինս փոքր տարիքից, երևի ավելի շատ սկեսուրս էլ է վախենում շներից ու զզվում շներից, երևի այնքան կարող է եւ ասելա ոնց որ զգուշ եղի, դա ինստինկտ է, այսինքն այն մարդիկ ովքեր վախենում են, երեխային էլ են, չէ՞ ասում զգուշ եղի, իրանց թվում է մի բան կանի շուն։ Իմ մոտ հակառակն է, ես կարող եմ 1000 հատ նույնիսկ սոված կատաղած շան մոտ գնամ, մի հատ վախ չի լինի ու սիրեմ ու իրանք էլ ոչինչ ինչ չեն անի, ես վստահ եմ, որտեվ եթե շունը նույնիսկ հարցակվում, այդ տենց մարդկանց մոտ էլ է լինում դեպքեր, գազազության դեպքեր, ոնց որ մարդկանց մոտ տենց էլ շների, այդ 1000-ից 1 դեպքերը պետք է ընդհանրապես հաշվի չառնել ու չվախենալ շներից։ Իրենք որ փոքրիկ էին, գնում էին փաթաթվում էին այդ շները, դե որ մեծ էին, սենց մի հատ կարող է շարժում անեին, սենց ընկնում էին, նույն վայրկյանին վեր էին կենում, նորից փաթաթվում էին, ընդհանրապես վախ չունեին։ Ու ես էլ ամուսնուս անդադ ասում էի, որ մեկ ասում էր մի քիչ եկեք էս կողմ, ոնց որ քայլելուց են մեծ շների ժամանակ, ասում էի մի վախացրու, որտեվ այդ վախը կմտնի, այ ոնց է քո մոտ մտել։ Ձեր մաղթանքը այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել, բայց չեն կողմնորոշվել ու վերջնական այդ որոշմանը չեն եկել։ Ինչպեսի կլինի ձեր հերթով եկեք ասենք, հերթով։ Առաջինի ես եմ։ Որ շունը շատ լավ բան է։ Իրանց սենց լեբեր
սենց պուճուր սենց սիրուն բաներին կարելի է միշտ ունենալ, իրանք ձեզ ոչ ման չեն անելու։ Չնեք խանգարելու, ուղղակի մի հատ կերեք տալիս, մի հատ ջուր, ուղղակի սենց կարող գրկել։ Բայց Շունիկը գնահատում է, գիտես, ով որ իրան խնամում է ալ։ Գիտեմ, դրա համար ինքը ինձ ամենաշատացիում։ Ահա, դու ասեցիր, մաշ, դու ինչ կմարթես։ Ես միանշանակ կասեմ պահեք, քանի որ երբ որ տանը կա սենց փոքրիկ շարժվող էակ, լրիվ ուրիշ ջերմություն կա տան մեջ ու ոնց որ ընտանիքը լիովին ձևավորվում է։ Իսկ ես խորհուրդ կտամ լսել երեխաներին, որովհետև եթե մեր օրինակով լինի, եթե մենք չլսեինք երեխաներին, մենք վստահ չենք պահի Շունիկ, բայց երկար ջանքերից հետո մենք լսեցինք ու չենք փոշմանել, հատկապես ես, որտեվ ես էլ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց այս փոքրիկ Շնիկի։ Ես ամեն օր դասերից հետո զանգում էի, ասում էի հեն պապ ինչ որոշեցիր։ Հիմա քանի տոկոս է։ 3 ամիս ամեն օր Զանգում ենք, ասենք պապ քանի տոկոս ես ասել։ Ու ինչ 0%։ Զրոյի հասել է 100։ Սկզբում հենց առաջիններս մտածեցի, որ մեկ օրում ես կկարողանամ միանգամից համոզել, բայց հասկացա, որ երկուսն էլ դեմ են։ Մաման շատ հեշտ էր համոզել իրականում։ Ես ասեմ ինչի էր պապային դժվար, պապայի քայլը ամենամեծն էր, որտեվ ինքը ալերգիա ուներ։ Ու ինքը շատ էր վատանում, ինքը ամբողջ օրը փռշտում էր ու այդ քայլին, որ ինքը գնաց, իմս ուրիշ էր լրիվ։ Ես ուղղակի ինձ համար հոգս էր։ Իսկ հայրիկի, իրանց հայրիկի քայլը ամենագնահատելին էր, որտեղ ինքը Հերոսական քայլը։ Հա, նես չի որ ինքը գժվում աշների համար ու ինքը խնդրեմ ունի առողջական, այսինքն այդ ալերգիան է սկսում շան բաներից, չնայած իրանից չի սկսում։ Այն առաջվա շնից էր, էդ էլ բախտը բերեց։ Բայց միևնույնն է այդ քայլին գնաց, որտեղ հասկանում էր, որ ուղղակի երջանկացնելու է երեխաներին։ Պետք է ձեռք բերել կենթանի ու ամենակարևորը հոգ տանել կենթանու մասին, նրա հետ շատ ժամանակ անցկացնել լիիրավ տան անդամի պես, այնպես որ ախր առանց նրա հիմա ես հաղորդումից հետո ես էլ եմ արդեն ինչ-որ տարակուսանքի մեջ Դու որ կարմիր ես լացում։ Ոնց կարելի է քեզ Դոբի, արի, մենք ստեսու պետք է ասենք, Դոբի, նստի, ինայի կողքը։ Մենք կարգադրություն ունենք սովորելու, ինչպես հրաժեշտ տալ հերոստատիտողներին։ Պատրաստ ես։ Դոբի, Իրինա, շնորհակալություն, աղջիկներ, գեղեցկուներ, շատ շնորհակալություն ձեզ, որ մեզ տաղավարում եք այս հանգստյան օրով։ Հրաշալի զրույց։ Սիրով, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Դոբի, քեզ նույնպես մաղթում ենք լավ օրվա, բայց մի րոպե ինձ մի լպստի։ Դոբի, մի հատ արի, ասենք ցտեսություն, դու պետք է հրաժեշտ տաս։ Դոբի, այնտեղ լայ, այնտեղ։ Դոբ։ Դասա, ցտեսություն։ Դե գնա ինայի մոտել, գնա ինայի Արի նստեցություն գնանք ասա։ երաժշտություն լսելու, որպեսզի հետո վերադառնանք մեր եթեր, իսկ դու գնաս